Դերասան Կարեն Ասլանյանն, ով օրեր առաջ է վիրահատվել, ինստագրամյան հարթակում տեսաուղերձով է հանդես եկել, այդպիսով փորձել շնորհակալությունն ու երախտիկը հայտնել այն մարդկանց, ովքեր այս օրերի ընթացքում նրան պարբերաբար զանգահարել են, գրել են, այցելել և այդպիսով փորձել հետաքրքրվել նրա առողջական վիճակի մասին։ Կարեն Ասլանյանը նշում է, որ արդեն 6-րդ օրն է, որ ինքը վիրահատվել է, և դերասանի խոսքից պարզ է դառնում, որ վիրահատությունը պարզապես որևէ առողջական խնդրի արդյունք չէ։ Ըստ ամենայնի, վերջինս պլաստիկ վիրահատության է դիմել, այդպիսով կորցնելով իր ավելորդ քաշը։ Դերասանն ինստագրամյան հարթակում շնորհակալություն է հայտնել, ինչպես նաև հույս հայտնել, որ տևական ցավերից հետո կկարողանա տեսնել այն սպասելի արդյունքը, ինչն էլ իրեն այս պահին հույս է տալիս։ Ավելի վաղ հայտնել էինք, որ դերասան Կարեն Ասլանյանն ինստագրամյան հարթակում մի քանի հրապարակումով է հանդես եկել, այդպիսով նշելով, որ ինքը վիրահատվել է և գտնվում է հիվանդանոցում։ Դերասանի հետևորդները ինստագրամյան հարթակում հետաքրքրվել էին, թե ինչ է տեղի ունեցել նրա հետ, և ահա երկարատև շրջան լռելուց հետո Կարեն Ասլանյանը պատմել է, որ իր հետ ամեն բան լավ է և ժամանակավոր է իր անկողնային վիճակը։ Առողջություն և շուտապույտ ապաքինում ենք մաղթում դերասանին։ Դիանա Գրիգորյանը ակտիվ է ինստագրամյան հարթակում։ Նա ժամանակ հրապարակումների տեսքով է հանդես գալիս, հիմնականում ցույց տալով իր ընտանիքի անդամներին, դստերը, որդուն, մայրիկին, ինչպես նաև հրապարակումների տեսքով հանդես է գալիս և ցույց է տալիս իր աշխատանքային գործունեությունից դրվագներ, որոնք թերևս ամենասպասվածն են։ Գաղտնիք չէ, որ Դիանա Գրիգորյանի բոլոր նախագծերը սիրվում են և լայն տարածում են գտնում հանրության շրջանում, թեև կան քննադատություններ, բացասական մեկնաբանություններ, այնուամենայնիվ այս նախագծերը կարելի է համարել հաջողված են։ Օրեր առաջ Facebook-յան հարթակում լուրեր հայտնվել այն մասին, որ սցենարիստ Դիանա Գրիգորյանը իր նոր «Գոյամարտ» հեռուստասերիալում նկարահանվելու համար առաջարկել է դերասան Կարեն Ասլանյանին, սակայն վերջինս մերժել է առաջարկը։ Այս լուրը հայտնվել էր այն բանից հետո, երբ Կարեն Ասլանյանն ինստագրամյան հարթակում հարց ու պատասխան էր կազմակերպել, նրան հարց էին հղել արդյոք կտեսնեն հեռուստաէկրաններին, և վերջինս նշել էր, որ հենց օրեր առաջ մերժել է X հեռուստանախագծում հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկը։ Մարդկանց թվացել էր, թե Կարեն Ասլանյանն ակնարկում է Դիանա Գրիգորյանի նոր «Գոյամարտ» հեռուստասերիալը, սակայն ինչպես Դիանան է նշում, այս լուրը իրական չէ և չի համապատասխանում իրականությանը, այն կեղծ է։ Դիանա Գրիգորյանն իր ինստագրամյան հարթակում տեսաուղերձով է հանդես եկել և այդպիսով վերջ տվել բոլոր նմանատիպ խոսակցություններին։ Ողջույն բոլորին։ Ձյան տակ քայլելու և ռոմանտիկ երաժշտություններ այդ նյութերի տակ դնելու փոխարեն ես պետք է ստիպված գործնական ստորի անեմ, որովհետև այն ամենը անելու ժամանակ չունեմ։ Ուրեմն ես ուզում եմ ասել հետևյալը, հարգելիներս, եթե ես որևէ հոդվածի, որևէ նյութի չեմ անդրադառնում, դա դեռ չի նշանակում, որ այդ հոդվածը նյութը համապատասխանում է իրականությանը։ Եթե ես չեմ հերքում, չեմ խոսում այդ մասին, դա դեռ չի նշանակում, որ այդ ամենը ճիշտ է ու համապատասխանում է իրականությանը։ Ես հասկացել եմ մի բան, որ այս կյանքում արհամարանքը այլևս չի դիտվում իբրև պարզապես վերևից այդ իրավիճակին նայելու տարբերակ։ Դիտվում է որպես համաձայնություն, դա իրականում այդպես չէ։ Ես ուղղակի չեմ ուզում իջնել տվյալ հոդվածը, տվյալ նյութը, որը չի համապատասխանում բացարձակի մանձի իմ գործունեության հետ, չեմ իջնում տվյալ նյութը գրողի մակարդակին, չեմ իջնում տվյալ նյութը հեղինակողի մակարդակին, որովհետև նախ ես ժամանակ չունեմ և երկրորդ իմ կյանքում առավել կարևոր արժեքներ կան։ Ես չեմ կարող պատկերացնել այն մարդկանց, ովքեր ընթերցողին սնում են սուտ նյութերով, վաստակում են գումար, վերնագրում են դա աշխատանք ու հետո այդ գումարով գնում են, հաց են գնում և ուտում են։ Ես չեմ հասկանում այդ մարդկանց, նույնիսկ երբ ուզում եմ պատկերացնել այդ մարդկանց, մտածում եմ, որ իրենք անմարդկային տեսք ունեն, տարօրինակ տեսք ունեն և այլն։ Ինչևէ, իմ մտերիմները միշտ ինձ մեղադրել են լռության մեջ, որ ես լուռ եմ, որ ես չեմ հերքում,
որ ես կուլ եմ տալիս այն բոլոր թեկուզ վատ մեկնաբանությունները, որոնք հնչում են իմ նախագծերի վերաբերյալ նախագծերի հետ կապված չարախոսությունները եւ այլն անձնական ես ինչու եմ լուր, որովհետև ես արդեն ասացի, որ ես չեմ ուզում հավասարվել այդ մարդկանց բացարձակ, բայց հասկացա մի բան, որ լռելով այդ մարդկանց թևեր ես տալիս, որովհետև իրենք լռության իմաստը չեն հասկանում, ասում են չխոսելով շատ բան կարող ես ասել, բայց հավանաբար մարդիկ չեն հասկանում այդ ամենի իմաստը, չեն հասկանում փիլիսոփայություն, չեն հասկանում հոգեբանություն, չեն հասկանում կյանքն ինչպես է։ Շատ հարցեր են ինձ տալիս, տարբեր թեմաների հետ կապված։ Օրինակ հարցնում են, արդյոք ես օգնում եմ կարիքավոր մարդկանց։ Այո, իհարկե։ Բա ինչու դա չի երևում։ Իսկ ինչու երբ որ պետք է օգնես, պետք է պարտադիր նկարես։ Այսինքն ես օգնում եմ, որ ցույց տամ, որ ես օգնում եմ։ Շատ մակերեսային եք իրականում ու ես զարմանում եմ, թե ոնց է հասարակությունը այդպես ապրում։ Ոնց է հասարակությունը կարողանում հարթակային կյանքի արգղիկը վարդագույն ժապավենով կուլ տալ ու մտածել, որ դա այդպես է։ Ոնց են մարդիկ կարողանում ապրել, իրենց կյանքը թողած ապրել ուրիշի կյանքով։ Ձեզ թվում է, թե հիմա ժամանակները փոխվել են, ամեն ինչ շատ լավ է, արթնանում միանգամից մտնում ենք այս էկրանի մեջ, տեսնում ենք, թե ով ինչպես է արթնացել, ով ինչպես է իր դարակը դասավորում, հագուստը որտեղ է դնում, ասենք տաբատը որտեղ է դնում, գուլպաները որտեղ է դնում, կամ մտնում է տուն, ինչ է անում առաջնահերթ, լվացվում է պարտադիր։ Ես անկեղծ ես լրիվ անկեղծ եմ ասում, ես հասկանում եմ, որ ասում են, դե այսօր ժամանակահատված մենք առաջ են գնում եւ չէ, ոչ, սխալվել եք ընկերներ, մենք առաջ չեն գնում, մենք հետ ենք գնացել, մենք առաջ ապրում էինք, իսկապես ապրում ենք, թեպետ ես դրա զոհը չեմ, Փառք Աստծո, ես դրա զոհը չեմ։ Ես հիշում եմ, որ մեր ամառային արձակուրդներին այդ 3 ամիսներն այնքան երկար էին ինձ թվում, որ ես այլևս ունեինք պարտադիր ընթերցանություն, գրքերը ավարտում ենք, ամեն ինչ ավարտում ենք, կարդում ենք, մի խոսքով լրիվ ավարտում ենք, բայց դեռ ժամանակ կար։ Ես օրեր է հաշվում, թե երբ այդ 3 ամիսն անցնելու, որ ես գնայի դպրոց։ Հիմա աչքդ բացում ես, լույս է միան։ Ես օրեր է հաշվում, թե երբ այդ 3 ամիսն անցնելու, որ ես գնայի դպրոց։ Հիմա աչքդ բացում ես, լույս է միանգամից փակում ես, արդեն վերջ գիշեր է, պետք է քնես նորից առավոտյան արթնանաս ու չես հասցնում, վազում ես կյանքի ետևից ու չես հասցնում, գիտեք ինչու։ Որովհետև մենք այլևս դադարել ենք ապրել մեր կյանքով, որովհետև մեր կյանքը արդեն այստեղ է, էկրանի մեջ է, սարսափելի բան է, սա դժբախտություն է, սա ողբերգություն է, սա կործանում է, սա կործանարար է։ Ու եթե կան մարդիկ, ովքեր ասում են, որ չէ, հիմա կյանքը ավելի լավ է, հեշտացել է եւ այլն, չգիտեմ, չէ, չկա նման բան, այսօր մենք չենք ապրում։ Մի խոսքով, քանի որ խցանում է, ես փորձեցի այս ուրեմն առիթից օգտվել, իսկ այս առիթը շատ հաճախ է ինձ ընձեռվում, բայց ես փորձեցի այսօր առիթից օգտվել եւ խոսել ձեզ հետ ու ասել, որ ընկերներ, փորձեք ապրել ձեր կյանքը, փորձեք այն ճիշտ ու մաքուր ապրել, փորձեք այն լցնել հետաքրքիր պատմություններով, ձեր կյանքը լցրեք հետաքրքիր գույներով, լիացեք, հիացեք ձեր գործերով, առաջ գնացեք, կարդացեք, կրթվեք, սնեք ձեզ միայն լավ նյութերով, լավ ֆիլմերով, մի փնովեք դիմացինի գործը, որովհետև դա ձեզ ոչինչ չի տալու, այդ մաղձը ձեր մեջ է, ինչքան փնովեք վատը ձեզ է գալու, որովհետև դա է կյանքի օրենքը, փորձեք գնահատել օրենքը, փորձեք գնահատել դիմացինի գործը, եթե կարող եք օգնել, որպեսզի դիմացինի գործը ավելի լավը լինի, եթե չեք կարող օգնել, ապա մի փնովեք, որովհետև մարդիկ աշխատում են, որովհետև այնտեղ աշխատում են արտիստներ, աշխատում է
ես իմ աշխատանքի հետ կապված եմ ասում, մի մեծ ստեղծագործական խումբ, որ այս եղանակային պայմաններում չեն դադարեցնում իրենց աշխատանքը, օր ու գիշեր մենք աշխատում ենք, որ կարողանանք ինչ-որ չափով կտրել ձեզ, որ կարողանանք ձեր երեկոյի այդ 40 րոպեն ինչ-որ հետաքրքիր ամեն ինչ անում ենք դրա համար, որ հետաքրքիր լինի, ժամանց ապահովել ձեզ համար։ Մի խոսքով բարի եղեք, լավ մնացեք եւ թող այս ձյունը մաքրի այն մարդկանց հոգիները, սրտերը, որոնց մեջ կա մաղձ, թույն եւ թող այս ձյունը մաքրի այն մարդկանց հոգիները, սրտերը, որոնց մեջ կա մաղձ, թույն եւ իրենք ներարկիչի մեջ եւ իրենք այդ ներարկիչի մեջ այդ թույնը քաշած սպասում են, թե ում պիտի ներարկեն դա։ Ափսոս է ձեր կյանքը։ Դե նետեք այդ ներարկիչները թույնով լի եւ սնեք ձեզ միայն լավով։ Այսօր ես կփորձեմ հնարավորինս ավելի ակտիվ լինել եւ պատասխանել ձեզ ուզող հարցերի։